Քրիստոսի խաղաղություն եւ անտորությունը ցեզի հետ սիրելի բարեկամներ, երեքով գտնվենք փորձության լերին կակատին դիմաց։ Փորձության լեր գոչվի, բայց ինչ կնշանակի ադիգա։ Ադիգա պատմությունն է մեր Սուրբ Ավետարանի մեջ կդած այդ բահը, երբ գսե Հիսուս կաշվեցավ Երուսաղեմեն դուրս, ուրեմն Երեքովի ազգոմերը, եւ անաբադի մեջ ձոմ բահեց, եւ ձոմի 40-րդ օրվան փորձությունները գունենա երեք նշանավոր, որ ամենք տալ գիտեք, փորձությունները, որ Սատանան Քրիստոսի փորձեց։ Եվ առաջիններ, ինչպես, եթե գհիշեք, եթե դու Աստծո որդին ես իրական, նետվե այս լերան կկատեն, վստահ եմ, որ ոտքերդ կարի պիտի չհանդիպին, որտև Աստծո հոր հրեշտակները պիտի կան և քեզ պիտի բարձրացնեն իրենց տևերուն վրա։ Այս լերը և իրեն բարձրությունը շարք լերներ են, որ գշրջապատեն Երեքովը, և ասիկա ամենեն բարձր կակատն է։ Երեքովը գնմանի Լիբանանի բիկայի տաշտին, Լոս Անջելեսի, Կալիֆորնիայի Վալի գոչված շրջանը, ինչպես նաև Հայաստանի Արարատյան տաշտը, Բեռի, Պեղուն, Գանանչ, և սակայն երկու լեռնաշղթաներու մեջ ձոց մնե, ծոր մնե, և ամենեն ծած մագարտակը 400 մետր միջերգրական ձովեն ծած, որ հավասար նաև մերյալ ձովի։ Դակ շրջամն է, և ադոր համար անաբադային է, և հոս է, որ հին Երեքովը բոլորովին դարբեր էր չոր անաբադի մեջ։ Եվ Հիսուս հոս այս գոմերը սիրած էր, որ կար և կաշվեր Երուսաղեմի այդ դաղդուգեն, հրյաններու հալածանքներեն, և այդ բոլոր պարիսեցիներու փորձությունները որ գնային, և հագարակադոր նաև ահավասիկ վերջին հանգրվա մնալ, որովհետև այնպես գզուկատիպ էր, որ այս բահը 40-րդ տացը, որ ինքը բահեց Քրիստոս, որ մե հետո երբ Երուսաղեմ վերադարձավ արդեն տավատրությունները բոլորը պատրաստված էին իրեն դեմ և խաչվելու ժամանակը հասած էր։ Սակայն Հիսուս այդ բոլոր փորձություններուն հաղթեց և վերջավորության ամոթահար Սատանան կփախչի իր մե։ Այս բահը Քրիստոսի մարդկային կյանքի մեջ ուրիշ նշանակություն չունի, եթե ոչ գուզեր մեզի սորվեցնել, որ մենք ալ որպես մարդ արարածներ պիտի փորձվենք։ Պիտի փորձվենք մեր հավատքի մեջ, պիտի փորձվենք մեր մակրության մեջ, մեր բարոյական, ընկերային բարոյական կյանքի մեջ, պիտի փորձվենք 1001 տեսակ ինչ որ մեր մարդկային ամբողջական կյանքը մեզ գպոլորի։ Եվ Հիսուս այդ բոլոր փորձությունները ունեցավ, և այդ բոլոր փորձություններուն պատասխանը տվավ և հեռացուց Սատանան իր մե, և ինչպես ասի, Սատանան հեռացավ և Քրիստոս իր փառքով իջավ այս լեռնեն դեպի իրեն աշակերտները և այսպեսով վերադարձավ դեպի Երուսաղեմ։ Եվ ինչպես ասի դարձյալ, այս օրինակը մեր կյանքի մեջ և հարցում անմիջապես կուկա մենք մեզի և մեր շրջանակին կանի անգամներ փորձություններ ունեցած ենք և սակայն դեղի տված ենք, ընդունած ենք, հեռացած ենք,
բաղած ենք, երբեմն հավատքի մեջ, երբեմն եղբայրսրության մեջ, երբեմն անձնասիրության ձոհագի մեջ ընկած, երբեմն անարտարության մեջ, երբեմն հբարդության մեջ, այս բոլորի մեջ փորձությունները երկու կան, որտեղ մորցած գլանք, թե մենք որու կպատկանենք եւ որու հետ մենք պետք ենք մեր աշխատանքը, մեր կյանքը վարել եւ շարունակել մինչեւ իրական վայելքին, վայելուչ կյանքին, որ Քրիստոս որպես բրգիչ մեզի արդեն խոստացած էր։ Ահա վասիկ, սրելի բարեկամներ, այսօր իսկապես ուրախ օրմն է ինձ համար այս շրջանի մեջ գտնվելու եւ որովհետեւ վերջ-վերջո գկալենք մենք այդ հողին, այդ սրբազան հողին վրա, որ Քրիստոս Աստված մարտացած վիճակի մեջ ոտք դրած այս հողի վրա։ Երևակայեցեք, թե որքան նշանակություն ունի մեզի, երբ մենք գսենք, որ մարդս առաջին անգամվա համար լուսնի վրա դրավ իրեն ոտքը, գալեց եւ հոն տրոշակը գողեց ասելով, որ ահա վասիկ մարդ արարած հոստեղեն անցած է։ Երևակայեցեք, որ Քրիստոս Աստծո որդի այս մոլորակի, այս երկրի վրա եւ ճիշտ այս շրջանի մեջ, ինչպես որ գտեսնեք, քալած է։ Եվ այսօր մենք հոզ գեցած ենք վերագենտանացնելու հիշողությունը այդ օրերուն եւ այդ օրինակներուն, որ Քրիստոս որպես Աստված մարտացած մեզի գերբով մը սորվեցուց։ Եվ այսօր մենք մեզի կհարցնենք, ինչպես որ սովոր ենք այս պատմությունները պատմել հետո, կհարցնենք, թե մենք ուր ենք, ով ենք, ինչ ենք։ Պիտի չսեմ, թե այլևս թե ինչ պետք են կնել։ Փորձությունը բարը հազիվս ենք, արդեն նովին գործով գիտենք, որ տեպի չարիք, տեպի մեղք, տեպի մահ մեզ կտանի։ Հետևաբար այս փորձության դեմ պայքարելով մենք Քրիստոսի նման հրեշտակներու տևերու վրա իջած մեր ոտքերը հողի քարի անգամ չի հբեր։ Անվտանգ, ապահով եւ այդ է որ մեզի գզորացնե հոգեպես հաղթահարելու բոլոր այդ դժվարություններուն, որ մեր կյանքի ընթացքին մեզ գահալած են։ Այսօր կարճ խորհրդածությունն է։ Խնդրեմ, որ մեզ մի ամեն մեկը մեկ բահմը աչքերը բագե եւ Քրիստոսի հետ խոսի եւ իրեն հարցնե ինչ կուզեիր ասել ինձի, ինչ է իրական փորձությունը։ Իրական փորձությունը, սիրելի բարեկամներ, Քրիստոս ուրիշ բան պիտի չասի, թե ոչ, երբ առաջարկը կուքա քեզ բաժնելու ինձ մե եւ տուն դերի դաս եւ ընդունիս այն ժամանակ փորձության մեջ գնաս եւ կմեղանչես։ Մեր մարդկային կյանքի մեջ հաջող այս բնույթը ունենք։ Երևակայեցեք երկու մտերիմ բարեկամներ, որոնք իրենց մանկութենեն իրարու հետ միացած եւ ահա վասիկ մեկ մոգուկա իրեն գմոդենա եւ գսե մեկ մյուսին կբադմե օդարմը գմոդենա ասոր եւ գփորձե խապել մեկ բարեկամը մյուս բարեկամին, ասելով որ քո բարեկամը քո մասին վատ կխոսի։ Փորձություն մնե ասիգա։ Եթե հավատա, արդեն պիտի կժդվի իր բարեկամին հետ եւ իրականության պիտի չհամապատասխանե եւ պիտի մահանչի ադոր իր ամուքին։ Իսկ եթե ինքնավստահ հլա այդ բարեկամության, այդ գաբին, որ իրարու հետ ունին այս երկու բարեկամները, օդար երբ պիտի խոսի, պիտի ասկա քո հնարածը դու կարող ես ասել ադիգա եւ սակայն ես
ունիմ իմ բարեկամս, ունիմ իմ խեղճս, ունիմ իմ գիտակցությունս եւ գիտեմ, որ ու հետ բարեկամություն գնեմ։ Նույնն է հավատացեք, որ մենք երբ փորձությունը գուկա մեզի, թե մեղանչելու Աստծո դասաբատվերաններու դեմ, թե մեղանչելու հբարտությամբ, թե մեղանչելու Աստծո, այսինքն մեղանչել մեր խոսքով կժդվել Աստծո հետ, այս կամ այն անձնասիրության է մաղված։ Եթե մենք չհավատանք եւ մեր համեստությունը եւ խոնարհությունը եւ մեր մտերմությունը Աստծո հետ բահենք, վստահ եղեք, որ այս փորձության լեր գոչված կակատին որային գրնամսել, որ Քրիստոսի վես հաղթական գիշնենք եւ մեր մտերմությունը եւ բարեկամությունը կմնա հաստատ Աստծո հետ։ Եվ այդ է, որուն համար այնքան կաշխատենք, այնքան գտենենք, այնքան գճանանք լավագույն գերբով ցեզի ներկայացնել իմացնելու համար, որքան կարևոր է Աստծո հետ բարեկամությունը։ Եվ մենք որպես հայ ժողովուրդ չանանք աշխատենք, որովհետև կարողությունները մեր շատ զորավոր են։ Գպավե գամ կունենալ եւ Աստծո բարեկամությունը դեպական մեր սրտի մեջ բահել։ Խաղաղություն ցեզ եւ Աստծո օրհնությունը եւ բարգեւները ցեզի հետ։